Կառավարությունը հայտարարում է կենսաթոշակների և նպաստների հետ վճարի քեշբեք համակարգի ընդլայնման մասին։ Անկանխիկ գնումների դիմաց տրվող հետ վճարի շեմը 12-ից կբարձրանա մինչև 20%, իսկ առավելագույն գումարը 6000-ից կդառնա 10,000 դրամ։ Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը։ Փոփոխությունը, որի քաղաքական որոշումն արդեն կայացված է, ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Ըստ նախարարի, սա թույլ կտա քաղաքացիներին իրենց իսկ ձեռքով բարձրացնել իրենց եկամուտները։ Եթե հաշվարկենք օրինակ 50,000 դրամ կենսաթոշակի վրա, քաղաքացին կարող է 50,000-ը դարձնել 60,000 իր իսկ ձեռքով։ Մեր անցկացրած փոքրիկ հարցախույզի մասնակից թոշակառուներն առանձնապես ոգևորված չեն այս նորությամբ։ Շատերի կարծիքով առաջարկվող աճը խիստ անբավարար է առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի և կոմունալ վճարների ֆոնին։ Չէ՞ որ կոմունալներ կա։ Եթե ուրիշ ոչինչ, կոմունալներ կա, հետո միշտ չէ որ հնարավոր է այն ինչ որ ցանկանում ես խանութից գնել։ Համաձայն չեմ, ճիշտ չի ասում։ Պետությունը չի բարձրացում։ Իհարկե նույնիսկ եթե մտածում ա որ պետությունն էլ է բարձրացնում, դա ինչ է։ Կոպեկներ։ Մեր զրուցակիցներից մի քանիսն էլ համարում են, որ 10,000 դրամը թոշակառուների համար լուրջ հավելում չէ և դրությունը կարող է շտկել թոշակի կտրուկ բարձրացումը։ Դա փող չէ, 10,000-ը։ 10,000-ը դա ինչ փող է։ Մի հատ շուկան նայեք, մի կիլո միս առնի, մի կիլո պանիր, թոշակը վերջանում է։ Ի պատասխան դիտարկման, թե գյուղական համայնքներում անկանխիկ վճարման հնարավորություններ չկան, Արսեն Թորոսյանը վստահեցրեց, նման համայնքները շատ փոքրաթիվ են։ Սակայն շատ թոշակառուներ շարունակում են նախընտրել կանխիկը, կամ անսովոր լինելու, կամ քարտային համակարգի նկատմամբ ավագ սերնդի անվստահության կամ այլ պատճառներով։ Ես փոշտայից եմ ստանում, ու չեմ համաձայնում, թեկուզ կարտով ստանամ, ինձ պետք չի։ Ես կարտով առուտուր անում։ Փոշտալունը բերում է տանը աղջիկ ջան։ Ես քարտ համակարգին դեմ եմ, այդ համակարգը սխալ համակարգ է, շատ սխալ։ Այնտեղ խակերները լիքը սաղորը գողություն են անում։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ կառավարությունը խառնում է երկու տարբեր նպատակ ունեցող քաղաքականություն՝ սոցիալական ապահովությունը և ստվերի դեմ պայքարը։ Ինչ պետք է դա այսպես գերագնահատենք եւ ընդհանուր մեր կենսաթոշակային քաղաքականությունը կապենք ստվերի դեմ քաղաքականության հետ, որովհետեւ դրանք առանձին նպատակներ ունեցող քաղաքականություններ են։ Տնտեսագետը նաև մատնանշում է ևս մեկ հանգամանք. շատ թոշակառուներ գյուղերում և փոքր քաղաքներում առևտուր անում են պարտքով։ Առևտուրը անում են այսպես պարտքով, տետրի մեջ նշելով, հետո երբ որ թոշակը ստանում են, գնում են գումարը կանխիկացնում են, բերում են եւ վճարում են խանութների։ Ըստ Պարսյանի հիմնական լուծումը ոչ թե խրախուսական մեխանիզմներն են, այլ կենսաթոշակի իրական բարձրացումը։ Պետք է բարձրացնենք թոշակառուների թոշակը, նրանց թույլ տալով հաղթահարել աղքատության շեմը, որտեղ մեր թոշակառուների զգալի մասը աղքատ են պաշտոնական թվերով։ Բացի այդ, նաև միաժամանակ կարող ենք այսպիսի խրախուսական մեխանիզմներ դնել, բայց իրենք հրաժարվել են ընդհանրապես սոցիալական այսպես քաղաքականության, տրամաբանությունից, փիլիսոփայությունից եւ ամեն ինչ փորձում են կապել այսպես ֆինանսական ստվերային գործիքների հետ, որը կարծում եմ այնքան էլ ճիշտ չի։ Իսկ նախարար Թորոսյանը հիշեցրեց, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի նաև խթանել անկանխիկ առևտուրը բնակչության շրջանում, ձևավորելով համապատասխան պահանջարկ։ Ծրագրի վերջնական կարգավորումները կհաստատվեն կառավարության առաջին նիստերից մեկում։ Նարինե Ղուկասյան, Էդգար Գուլոյան, Րիոփն մեդիա։